Marciaman Naira Zohrabian, համեցեք Տիկին Զոհրաբյան։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան, փաստորեն մենք տալիս ենք լրջագույն բիզնես արտոնություններ հնարավոր ներդրումների համար։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդպես հնարավոր իլյուզիաներ մենք շատ ենք ունեցել, Գյումրին դարձնել մշակութային կենտրոն, Ջերմուկը դարձնել չգիտեմ ինչ։ Ուզում եմ հիշեցնել նախորդ վարչապետի հերթական ուրեմն իդեան այծի պանիրը դարձնել Շանելին հավասար բրենդ, որը այդպես էլ չդարձավ։ Բա որ այդ բիզնես արտոնությունները տվեցինք եւ այդ ներդրումները չեղան։ Իդեպ Արմավիայից գծված օդաչուների աշխատավարձերը վճարելու համար կառավարության ներկայացուցիչն ասաց, որ տարածք ենք տրամադրել, որպեսզի ինչ որ մեկը բարի կամք դրսևորի, գա այդտեղ ներդրում անի եւ այդ արդյունքում դրա գումարների արդյունքում փակենք օդաչուների աշխատավարձը, ցավոք սրտի ներդրում անող չկա։ Հիմա բա որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի IT պանիրը համաշխարհային բրենդ սարքելու տեսլականին։ Ինչ ենք անելու։ Ի վերջո հաշվետվողականությունը ում է հաշվետու լինելու այս պրոյեկտի պատասխանատուները։ Արվեցին ներդրումները կամ քաղաքապետը տվեց թույլտվություն, թե չտվեց այդ ձեր նշած հատուկ գոտիներում հատուկ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու համար։ Տպավորությունը այնպիսին է, որ մենք անընդհատ հրճակում ենք բարի ցանկություններ, ինչ որ բրենդային ծրագրեր, որոնք կարող են Հայաստանը հրճակել բրենդային այս կամ այն ուղղությամբ առաջատար եւ արդյունքում անընդհատ կանգնում են կոտրած տաշտակի առաջ, որտեղ ոչ մեր IT պանիրը դարավ Շանել, ոչ Գյումրին դարավ մշակութային կենտրոն, ոչ Ջերմուկը դարավ չգիտեմ ինչ, եւ հիմա որտեղ է երաշխիքը, որ նման արտոնություններ տալուց հետո ներդրողները ուղղակիորեն իրար հերթ չտալով, իրար տրորելով կվազեն Դիլիջան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ես կփորձեմ իմ իրավասությունների եւ էմոցիաների շրջանակում ձեր շատ էմոցիոնալ հարցադրմանը պատասխանել։ Այնուամենայնիվ Ջերմուկում ձեզանից շատերը երևի ես ցավոք սրտի աշխատանքային զանրաբեռնության պատճառով չկարողացա ներկա լինել, մենք բոլորովին վերջերս բարձրակարգ հյուրանոցային համալիր ունեցանք, ձեր նշած տերմինն եմ ասում, բրենդային հյուրանոցային համալիր ունեցանք, շատ բարձրակարգ, որը կարծում եմ, որ լավագույն ցուցանիշներ Ջերմուկում ինչ որ առաջընթաց այնուամենայնիվ արձանագրելու։ Նախագահի ներկայությամբ մասնակցությամբ բացվեց ժամանակակից գյուղատնտեսական համալիր, չթվարկեմ, որոշակի խոշոր այսպես բաներ ունենք։ Հիմա ինչ վերաբերվում է այս ծրագրին եւ հատկապես Դիլիջանին, դուք անընդհատ նշում եք քաղաքական գործչի անուն կամ ժամանակաշրջան, ապա ծրագիրը Դիլիջանում ինչ խոսք սկսվել է մի քանի տարի առաջ եւ բոլոր ցանկությունները, որոնք եղել են այն ժամանակ, մասնակիորեն իրականություն են դարձել, մենք այս օրենքի նախագծով վստահ ենք, որ իրականություն կդառնան։ Դիլիջանի դպրոցը եւ դպրոցին հարակից ամբողջ համալիրի այսօր արդեն արկա փաստը հենց ձեր հարցի լավագույն պատասխանն է, այսինքն մենք 3 չենք սկսել դպրոցի ծրագիրը եւ ներդրողները եւ հետաքրքրությունները եւ գաղափարները դրանք շահկապված են ու ունեն հենց ձեր իսկ նշած ժամանակաշրջանից սկիզբ, ինչը հիմա մենք որպես իրականություն տեսնում ենք։ Ինչ երաշխիքներ ունենք կամ ովքեր են երաշխիքներ տալու։ Այս պահին ասել, թե ինչ երաշխիքներ ունենք չի կարելի, որովհետև դուք ինձնից լավ պատկերացնում եք, որ խոսքը գնում է կոնկրետ ներդրողների մասին, կոնկրետ ներդրողները մեզ համար տեսանելի են, բայց նրանք տեսանելի են որպես հետաքրքրություն ներկայացրած թիմեր, ընկերություններ, կողմեր եւ այս օրենքի նախագիծը ներկայացնելուց ես հատկապես դա ուզեցի նշել, որ հստակ ուրվագծված մարդիկ կան։ Եթե ավելի կոնկրետ, ապա գոնե դպրոցի ծրագիրը, որ առաջի փուլն էր, ունի երկրորդ փուլ, ունի զարգացում, ես արդեն ասացի, որ քաղաքային իշխանությունները նախաձեռնել են գոտեվորման սխեման, դրա ճարտարապետական հատակագծի փաստաթղթերը առաջադրանք հանրային լսումներ են անցել, արդեն իսկ գործընթաց կա եւ հիմա դա գտնվում է մշակման փուլում։ Այսինքն երկրորդ этаպի երաշխավորված շարունակություն մենք այս մասով այդ կտրվածքով ունենք, բայց մեր սպասելիքները եւ այսպես ասենք պատկերացումները վստահեցնում եմ ձեզ, որ դրանից շատ ավելի մեծ են։ Ինչ վերաբերում է առաջին ծրագրին, ապա մի քանի հանրային ներկայացումներ եւ առիթներ մենք ունեցել ենք։ Ես հիմա չեմ ուզենա ձեզ շատ այսպես
թվեր ու բաներ հնչեցնել, ինձնից լավ տեղյակ եք դպրոցի եւ ծավալին, եւ աշխատանքներին, եւ մարդկային աշխատուժի ներգրավմանը, եւ հիմա դրա զարգացումներին հնարավոր, իհարկե եթե դրա կարիքը լինի, ես դա կարող եմ ասել, մի թիվ արդեն հնչեցրեցի, ինքը հարկային եկամուտներով 600-ից ավել միլիոն լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել, եթե հիշում եք, դուք ազգային ժողովը որոշակի արտոնություններ այդ դպրոցի ներդրումային ծրագրին տվել էր եւ արդյունքը մենք հիմա ունենք։ Մենք վստահ ենք, որ այդ արդյունքը էլի կունենանք։ Հիմա ձեր բերած մյուս օրինակները, հատկապես Գյումրին դուք հիշատակեցիք, Դիլիջանը եւ Ջերմուկը, Գյումրիում ինչ խոսք, որ ծավալները շատ ավելի մեծ են, դժվարությունները դրա հետ նաեւ ավելի մեծ եւ պետք չի շատ պեսիմիստ լինել, ավելի լավ օպտիմիստ լինել եւ ինչ որ քայլեր ձեռնարկել, եթե ինչ որ բան մեզ չի հաջողվել ընդեղ անել կամ շատ արդյունավետ անել, ապա ձեզ հետ միասին, ձեր օգնությամբ կամ մեր նախաձեռնությամբ մենք պիտի շարունակենք եւ փորձենք Գյումրիում էլ որոշակի առաջընթաց ապահովել։ Ինչ վերաբերում է Դիլիջանին ու Ջերմուկին, ես դա նկարագրեցի։ Դիլիջանում իդեպ միայն դպրոցը չի, մենք ընդեղ ունենք էլի կրթական հաստատություն, ի նկատի ունեմ այբ, ի նկատի ունեմ մի քանի խոշոր այսպես բիզնես նշանակության շինություններ, որոնցից մեկը կենտրոնական բանկը, մյուսը ենթադրենք ֆինանսների նախարարության ռեսուրսներով կամ նախաձեռնությամբ կամ ծրագրերի համար իրականացվող աշխատանքներն են։ Ես ուզում եմ վստահ լինել եւ որպեսզի վստահ լինել նաեւ քայլեր պիտի անել։ Հիմա սա այդ քայլերից մեկն է եւ ամենակարևորը, որ մենք կարողանանք այդ տեմպը պահել եւ գոնե այս պահին արկա հետաքրքրությունները Դիլիջանի նկատմամբ, այո, պայմանավորված նաեւ նախորդ ծրագրով, այո, պայմանավորված նաեւ նախորդ ծրագրի իրականացնող ներդրումային թիմով, որովհետեւ մենք շանս տանք այդ հետաքրքրությունները ավելի ծավալելու, ավելի ընդարձակելու, որովհետեւ տեմպը բաց թողնելը կարող է ուղղակի բերի հետևանքների, որոնք մենք հետո չկարողանանք նորից վերականգնել։ Փաստ է, որ մենք ունենք լավ իմ կարծիքով եւ խորին համոզմամբ հիանալի իրականացված ծրագիր, ավարտված ծրագիր, արդեն աշխատող ծրագիր, դուք ինքներդ գիտեք, 14-15 թվականին մենք 96 ուսանող ունենք արդեն այդ դպրոցում 48 տարբեր երկրներից, ինչը շղթայական մուլտիպլիկատիվ ռեակցիայի մեծ հնարավորություն է տալիս։ Դրանք բոլորը մարդիկ են, երկրներ են, թիմեր են, ներդրումային միջավայր եւ այլն։ Մենք այս ազդակը ներդրողներին անկասկած պիտի տանք, այո, ինքը պիտի լինի նաև որոշակի հավակնոտ, այո, ինքը պիտի լինի ծավալուն, այո, ինքը պիտի լինի մասշտաբային, որտեղ չի կարելի խոսել, ենթադրենք, նախորդ ծրագիրը 150 միլիոնանոց ծրագիր էր, ապա մենք չենք կարող 150 միլիոնանոց կարգի դոլարին համարժեք դրամի կարգի ծրագրերի պարագայում խոսել 2 միլիոն դրամի կամ 10 միլիոն դրամի արտոնության մասին։ Շատ լավ պատկերացնում եք, որ այդ ծավալի մտածող կամ այդ տիպի ծրագիր իրականացնող թիմերի կամ բիզնեսների համար մենք պիտի այո մեծ պատրաստակամությամբ հանդես գանք։ Կրկնում եմ, ամենալավ ապացույցը ձեր կայացրած որոշման, եսի նկատի ունեմ արտոնություններ տրամադրել նախորդ ծրագրին, դա Դիլիջանի տարածաշրջանում 615 կենթանի միլիոն դրամի հարկային եկամուտներն են, որից 200 միլիոնը, ասենք թե Դիլիջանի տեղական բյուջեն է։ Դիլիջանի տեղական բյուջեի համար այդ եկամուտները 20-25-30%-ի կարգի ռեալ տեսանելի գումարներ են։ Այն 245 աշխատողները, որ հիմա ներգրաված են այդ ծրագրում, ամենատարբեր, իհարկե դրանք կարող է եւ բոլորը Դիլիջանից չեն, բայց $800 համարժեք միջին աշխատավարձով, բարձրակարգ կամ չգիտեմ բարձր որակի մասնագետներ, որոնք իրենց հետևից բերում են ծառայություններ, սպասարկումներ եւ այլն, սա երևի թե ամենալավ գրավականն է։ Եթե մեզ իսկապես հաջողվի եւ այս օրենքի նախագիծը բավարար ազդակ լինի կամ ազդակներից մեկը լինի նմանատիպ 1, 2, 3 ծրագիր նույնպես Դիլիջանում ունենալ եւ հեռանկար ապահովել, ապա դա կլինի, կարծում եմ, որ բավականին լավ ցուցանիշ, եթե համեստ այսպես գնահատական տանք։ Շնորհակալություն Զորաբյան։ Պարոն Տերտերյան, ես օպտիմիստ եմ, բայց իմ օպտիմիզմը չգիտես ինչու չի օգնում հուսահատ մեր քաղաքացիներին եւ չի կասեցնում արտագաղթը, որտեղ մարդիկ վաղվա օրվա հանդեպ վստահություն չունեն։ Այդուհանդերձ մենք ունենք հրաշալի տաղանդ, ցանկացած լավ նախաձեռնություն այնպես աղավաղելու, որ 180 աստիճան շրջված էֆեկտ ունենանք։ Այս օրենքը բազմաթիվ սողանցներ ունի, որոնք կարող են իջարս գործադրվել։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն կա իրապես առավել հստակեցնելու
մշակելու օրենքի դրույթները եւ ամենակարևորը ավելացնելու հաշվետվողականության դրույթ, որպիսի մեր տրված արտոնությունների, քվեակած արտոնությունների դիմաց ներդրողները, հնարավոր ներդրողները, պոտենցիալ ներդրողները հույս ունենանք լավատոսորեն, որ նրանք կլինեն, հաշվետու լինեն պարբերաբար խորհրդարանին, թե ինչ է արվել եւ ինչպես է արվել։ Խորհրդարանին հաշվետու կարելի է տիկին Աբելյան։ Խորհրդարանին հաշվետու լինելու առումով ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այն օրենսդրական հաշվետվողականության մեխանիզմները, որոնք որ մեր ազգային օրենսդրությամբ գործում են, անկասկած դրանք կլինեն, ես չեմ կարծում, որ ներդրողները ուղիղ պիտի լինեն հաշվետու խորհրդարանին կարող է լինել կառավարությունը կամ այն մարմինները, ովքեր որ իրավասու են դա անելու, ինչ վերաբերվում է զուտ այսպես գործառույթային կամ մասնագիտական, այսպես պաշտոնեական հաշվետվողականությանը, ապա մենք մշտապես հայտարարել ենք, ամենայն դեպս ես, երբ որ ներկայացրել եմ մեր կողմից նախաձեռնված օրենսդրական որոշակի գաղափարներ տարբեր հանձնաժողովներում, մենք օպերատիվ հաշվետվողականության կամայական ֆորմատի պատրաստ ենք, մանավանդ այս պարագայում, երբ որ այս ծրագրերը լինելու են առավել թափանցիկ եւ եթե դուք նկատել եք մենք օրենքում հատկապես այդ թափանցիկություն, հաշվետվողականություն գաղափարախոսություն ենք դրել եւ ոչ միայն ներդրողների համար, այլեւս ավելացրել ենք նաեւ քաղաքային տեղական իշխանությունների, դուք ձեր հարցում շատ կոռեկտ այդ մասն էլ նկատեցիք, մենք նույնիսկ քաղաքային իշխանությունների համար ենք բարձրացրել հաշվետվողականությունը եւ մեխանիզմներ ենք դրել, որ այդ հանձնաժողովը կամ որ մենք ասում ենք խորհուրդը, որ ձևավորվել է, սա հասարակական ազդեցության տեղական իշխանությունների վրա հասարակական ազդեցության մի լրացուցիչ գործիք է, որը իդեպ մենք տեղական ինքնակառավարման մյուս դաշտում չունենք։ Ես պատրաստական ենք մենք ամենայն դեպս մեր եղած ինֆորմացիայի, տիրապետած ինֆորմացիայի շրջանակներում խորհրդարանին, պատգամավորներին, թիմերին, խմբակցություններին մշտապես հաշվետու լինել եւ ինֆորմացիա տրամադրել, իսկ ինչ վերաբերում է օրենսդրական նկարագրությանը, ապա դա մենք այսպես թե այնպես պարտավոր ենք անել։ Շնորհակալություն։ Հարցի համար